Եվս մեկ մասնակից, ով ունի հազվադեպ հասկանուն, մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը եւ ես առանց չարաշահելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Իմ ազգանունը որքան էլ անսովոր եւ հազվադեպ հանդիպող է, ես ի սկզբանե հաճույքով եմ կրում, որովհետեւ այն մի տեսակ դրական բան ունի իր մեջ, ու բացի այդ, մարդկանց մոտ շուտ է տպավորվում եւ հեշտ հիշվում։ Լևոն Բլբուլյան։ Մեր տոհմը աչք են ընկել իրենց խոսքաշենությամբ եւ տոհմի ներկայացուցիչներին ասել են բլբուլենք եւ ըստ երևույթին հասարակական այդ կարծիքը այնքան իշխող է դարձել, որ տարիների ընթացքում Բաղդասարյան ազգանունը մեր փոխարկվել է Բլբուլյան ազգանունի։ Բլբուլյանները Քյավառում են հիմնականում, մեկ էլ Իջևանում կան բլբուլյաններ։ Նույն Իջևանում շատ տարիներ առաջ Իջևանի առաջատար դեմքերը բլբուլյանների նախաձեռնել էին համահայկական բլբուլյանների հավաք։ Հրավիրել էին եւ արտասահմանից, եւ տարբեր հանրապետություններից, եւ բնականաբար հանրապետության տարբեր վայրերից, իհարկե նաեւ Քյավառից, եւ հայրս ինձ ու Ժաննային տարավ այդ հանդիպանը։ Այդ իրադարձությունից հետո ես ու Ժանան մի տեսակ ավելի սկսեցինք հպարտանալ մեր ազգանունով։ Երբ Սիլվա Կապտիկյանը իմ Հոբելյանի առիթով խոսք ասաց, խոսքը ավարտեց նրանով, թե իր գրականությամբ նա կարծես համընկնում է, համապատասխանում է Բլբուլյան ազգանունին, որից ես իհարկե բավականին շոյվեցի։ Իր բանաստեղծության ձևով, բովանդակությամբ, իր կեցվածքով նա շարունակում է մեր հայոց բանաստեղծների վարք ու բարքը եւ հետո նա իր ստեղծագործությամբ շատ բարի է եւ Բլբուլյան ազգանունը կարծես թե շատ համապատասխանում է նրա էությանը, նրա գործունեությանը, նրա ստեղծագործությանը։ Լևոն Բլբուլյանն անկեղծ խոստովանում է, որ շատ հետաքրքիր պատմությունների մեջ է ընկել իր ազգանվան հետ կապված։ Տարիներ առաջ երբ ռադիոյում էի աշխատում հանրապետական, լուրերի բաժնում մի ընկեր ունեի, մի օր միջանցքում կանգնեցրեց, թե Լևոն, գիտես կարևոր խոսելիք ունեմ, նա ինչ կա։ Ասում էի, էջմիածնում մի ընկեր ունեմ, հետաքրքրվում էր քեզնով եւ որ իմացավ մենք ծանոթներ ենք, շատ խնդրեց, որ անպայման ծանոթացնեմ իր հետ։ Ես էլ խոստացա, մանավանդ լավ սեղան է խոստացել, երբ որոշակի օր ընտրեցինք, այդ օրը հատուկ մեքենա ուղարկեց մեր հետևից եւ մեզ տարան Էջմիածին։ Էսով եկել, էսով եմ տեսնում։ Ռեստորանում իսկապես լավ սեղան էր պատվիրել, մենք նստեցինք, ծանոթացանք, բարձվեց այս մարդն էլ ինքն է Բլբուլյան, ասում է այնքան հաճախ են ինձ հարցնում, թե Լևոն Բլբուլյանը կարող է քեզ բարեկամալ։ Հիմա ասում է ես որոշեցի անպայման ծանոթանալ ձեզ հետ, որպեսզի մյուս անգամ որ հարցնեն, գուցե այսօր երբ իրար հետ ուտենք, խմենք, արդեն կարող ենք համարել բարեկամներ, եւ մյուս անգամ երբ հարցնեն, ես նենց համարձակ իրավունք վերցնեմ ձեզնից եւ ասեմ այո, մենք ազգականներ ենք, բարեկամներ ենք, ասացի խնդիր չկա, իհարկե։ Լավ է, լավ։ Խմեք։ Այդ ամենին Լևոն Բլբուլյանը հավելեց. Արամայ Սահակյանը, որը իմ ավագ ընկերն էր, երբ Ոզնիում էր աշխատում եւ ինձանից բարբերաբար Քյավառի կատակներ էր ուզում, եղավ մի շրջան, երբ ես ամեն համարում տպագրում էի Քյավառի կատակները, որը հետո գիրք դարձավ։ Եվ ինքը երբ առաջին խումբը տպեց Քյավառի կատակները, առաջաբանի մեջ հատուկ գրեց. բանաստեղծ Լևոն Բլբուլյանը այս օրերին իսկական բլբուլ է կտրել Ոզնի թերթում եւ հուսով ենք, որ նրան մենք հաճախ կհանդիպենք։ Եվ այդպես էլ եղավ։ Մարդու խելքը, ինտելեկտը պետք է չափեն նրանով, թե որքան հումորի զգացում ունի։ Մեր սիրելի բանաստեղծը ոչ միայն նուրբ, ազնիվ բանաստեղծների երգերի հեղինակ է, այլև մոռացումից փրկել է գավառա սրամիտ երգիծանքը, որի համար նրան պետք է հայտնել խորին շնորհակալություն։